2025-ը լի էր քաղաքական իրադարձություններով։ Ռադար Արմենիայի հետ զրույցում հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ընդգծեց, որ տարեսկզբին ունեցել ենք շատ կարևոր ձեռքբերում՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը։ Այն տեղի էր ունեցել հունվարի 14-ին։ Բայդենի ադմինիստրացիայի վերջին ամենակարևոր քայլը, որ մեզ համար ուղղակի ուղենշային եւ ֆունդամենտալ նշանակություն ունեցավ։ Երկրորդ կարծում եմ չափազանց կարևորը որպես շարունակություն օգոստոսի 8-ի պայմանավորվածություններն են։ Արման Բաբաջանյանի խոսքով օգոստոսի 8-ի կարևորագույն իրադարձությունը Հայաստանի համար տևական նշանակություն է ունենալու բոլոր իմաստներով՝ եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ տեխնոլոգիական։ Չընդգծել Հայաստանի վարչապետի այցը Թուրքիա։ Դա ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիային վերաբերող հարց է, դա ռեգիոնալ կարևորության հարց է, երբ Հայաստանը եւ Թուրքիան ի վիճակի եղան, օրինակ, երկկողմ խոսակցություն վարել առանց երրորդ միջնորդի ներկայության։ Նրա խոսքով վերջապես փորձում ենք պետություն լինել, որը չի վախենում թուրքերից, չի պատրաստվում նրանց հետ եղբայր լինել, բայց որպես պետություն պարտավոր է խոսել հաշվի առնելով անցյալը։ Ըստ Արման Բաբաջանյանի եւս մեկ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել այս տարվա ընթացքում։ Եվրամիության հետ ստորագրված ռազմավարական օրակարգի շուրջ պայմանավորվածությունը, որ դեկտեմբերի 2-ին ենք ստորագրել, կարծում եմ դա էլ ունի չափազանց կարևոր նշանակություն։ Անդրադառնալով 2026 թվականի Հայաստանի համար կարևոր իրադարձությանը, առաջիկա ընտրություններին, նա նշեց, որ չի ցանկանում թափանցիկ եւ արդար ընտրություն, քանի որ այդպես էլ պետք է լինի։ Մեր գլխավոր խնդիրն է, որպեսզի Հայաստանի համար կարևորություն ներկայացնող այդ օգոստոսի 8-ի համաձայնությունները դառնան ոչ միայն մեկ քաղաքական ուժի, այլ շատ քաղաքական ուժերի օրակարգ։ Եվ մենք կարողանանք այնպես անել, որպեսզի օգոստոսի 8-ի համաձայնությունները եւ դրանից բխող բոլոր մյուս կարևոր պայմանավորվածությունները ավելի մեծ խումբ կուսակցությունների պաշտպանությունը գտնեն, որոնք ներկայացված կլինեն խորհրդարանում։ Արման Բաբաջանյանի համոզմամբ խաղաղության համաձայնագիրը համազգային օրակարգ է։ Այն մեր ժողովրդի համար եզակի հնարավորություն է խաղաղություն կառուցելու համար։ Նրա ուղերձը հայ ժողովրդին 2026 թվականին այն է, որ ապրեն խաղաղ երկնքի տակ։ Ապրել խաղաղության մեջ, համերաշխության մեջ, ներդաշնակության մեջ, չկորցնել մեր ինքնատիպությունը, չդավաճանել մեր կարմիր գծերին, մեր որակներին, երբեք կոմպրոմիսի չգնալ։ Արման Բաբաջանյանը ընդգծեց, որ ցանկանում է յուրաքանչյուր ոք հավատարիմ մնա իր նպատակներին, սկզբունքներին եւ երազանքներին։ Լիլիթ Աբրահամյան, Սարգիս Հակոբյան, Ռադար Արմենիա։